Ժակետը թանի, արագացու։ Հլը մի հատ տեղավորվի, ես տեսնեմ դրկի թանի, հիմա ժակետը թանի, հլը։ Մի հատ Ասպիտա կարգա ունի, շատ սիրելի աշակերտ։ Այսօր մեզ համար յուրահատուկ, ուրախ և տոնական օր է, որովհետև այսօր արտարի ծննդյան օրն է և մենք պետք է դիմավորենք մեր սիրելի արտարին և նշենք նրա ծննդյան օրը, որովհետև այսօրվանից դուք գրագետ եք դառնում երեխաներ, այսօրվանից դուք բացում եք Այբուբենի հրաշք էջը, ադարի էջը և ընդամենը մի քանի շաբաթ հետո արդեն դուք շատ տարբեր իմանալ, կսկսեք կարդալ, գրել ձեր գեղեցիկ մայրենի լեզվից։ Այնպես որ իրոք այսօր մեր համար տոնական օր է և դուք պետք է ձեր ուրախությամբ, ձեր լավ մասնակցությամբ մեր հյուրերին ապացուցեք, որ դուք արժանի եք այսօրվա այս գեղեցիկ օրվան և դուք այս շաբաթների ընթացքում ինչքան շատ բան եք սովորել և արդեն ադարը սիրով կգա մեզ հյուր։ Պարզ է։ Լավ։ Yes,
առաջ ես ասացի, որ մենք պետք է նախ մեր հյուրերին ապացուցենք, որ այս շաբաթների ընթացքում շատ բան ենք սովորել եւ արդեն արժանի են գրաճանաչության առաջին էջը բացելու։ Դե եկեք հիշենք երեխաներ, մեր անցած դասերից ինչ պատմություններ ենք սովորել։ Հա, Սամվել։ Սևանալիճը։ Ճիշտ է, Սևանա լճի մասին, հա։ Թռչնաշխարը։ Ճիշտ է, Անի։ Կենդանաշխարը։ Ապրիմ աղջիկը, Նարեկ։ Բժիշկ Այբոլիտը եւ իր կենդանիները։ Ճիշտ է, ապրիմ տղան։ Էլո, ասանուշի։ Պապիկի գյուղը։ Ապրիմ աղջիկը, պապիկի գյուղը Արայի պապիկի գյուղն էր, չէ՞ ուզում ասել։ Շատ ապրիմ աղջիկը, ահա։ Արայի համերաշխ դասարանը։ Շատ ճիշտ է, Գրիգոր։ Արայի համերաշխ ընտանիքը։ Ճիշտ է, ապրես։ Սեպտեմբերի 1-ը գիտության օրը։ Ապրիմ աղջիկը, շատ ապրիմ։ Իսկ վերջի դասերը, այն որ մենք էլ որպես պատմություն էինք անցնում, ո՞րն էինք անցնում, Սոնա, ապա։ Դու երեքի բան ես։ Ադարի բացակում։ Ինչու ատարի, անտարի բացատում, այո անտարի բացատում, ապրիելիքը օգնեց Սոնային, լավ երեխաներ, իսկ պատմությունը, այս պատմությունները, ինչ գեղեցիկ նախադասություններից էին կազմված, ինչերից էին կազմված, ես մոռացա, այո, նախադասություններից էին կազմված, իսկ ես ուզում եմ, ես ասեմ պատմության վերնագիրը, իսկ դուք հիշեք, այդ պատմության մեջ ինչ նախադասություններ կային, ուշադիր, տեսնել ով է ամենախելացի պատասխանը տալիս, ուշադիր, Արայի պապիկի գյուղում, տեսնեմ, ասա Դիանա, Շունը կդյայի հետ խաղում էր, ճիշտ է, այդպիսի, նկար կար, իմ աղջիկը ճիշտ է հիշում, մանե, Անին սալոր էր հավաքում, ճիշտ է, ասա, Հայկ, Գագիկը թուրով էր խաղում, ճիշտ է, այդպիսի նկարեր կար, մենք նկարներն էինք պատմում, ճիշտ է, Սոնան է ասում, Արան սալոր էր հավաքում, արդեն ասացինք այդ մասին, ասա Արայիկ, Արան արձակուրդներին գնացել էր իր պապիկի գյուղ, շատ ապրիմ տղան, շատ ճիշտ է, երեխաներ, դուք լավ հիշում եք նկարները, իսկ հիմա ես ուզում եմ ասել, քաղաքում, ինչ, հիշեք նոր, այդ նկարը, ինչ նկար էր պատկերված և ինչեր կային, տեսնեմ, ասանուշի, ինչ նկար էր քաղաքում և ինչ նախադասություններ կարող ես հիշել, ապա, չես մտածել, դե մտածի մինչև քո ընկերները կասեն, ասա։ հեռեց երևում էր Մասիսարը, Ճիշտ է, հեռվից, իսկ Մասիսարը ինչ ուրիշ անուն է։ Արարատ։ Ծառ ես տեսել, բայց ծառը բառ է, դու հիշի նախադասություններ ասա, ապա։ Արան ասում է իր ընկերների հետ փողոցի, Փողոցներ անցնում լուսակիրի լույսի տակ, հիշում ես։ Շատ ճիշտ է, ասա։ նկարիչը նկարում էր, Որտեղ եք նկարում, այդ բառը տեսնեմ հիշում ես։ Այո, մայթի վրա էր նկարում, պետք է հիշել բոլոր բառերը, ապա դրանի։ այնտեղ կա լիքը երեխան, Որտեղով էին անցնում այդ շատ երեխաները։ փողոցով, Փողոցով, բայց նաև մայթերով, չէ՞։ Շատ լավ, երեխաներ, իսկ դուք չասացիք, այդ նկարում ինչ էր պատկերված Արարատ քաղաքն էր։ Բա ինչ է, ասա։ Ասա մանե։ Երևան քաղաքի Երևան քաղաքի փողոցներից մեկը, շատ ճիշտ է, շատ լավ, Սամվել մի պատմություն գծի գրատախտակին և մտածիր այդ պատմությունը, որ պատմությունն ես դու գծելու, որ ասես մեզ վերնագիրը։ Իսկ Գայանին մի նախադասություն թող գծի գրատախտակին և ասի, թե որ նախադասություն է մտածել։ Իսկ ես երեխաներ, ձեզ մի քանի բառեր կասեմ, տեսնեմ ձեզանից ով կարող է գեղեցիկ նախադասություններ հորինել։ Մենք նաև հորինում ենք, չէ՞ նախադասություններ։ Այո։ Հա, ծաղիկ կամ ծաղիկներ։ Ասա Տոլիկ։ Արան իր մայրիկի համար ճաղիկ էր հավաքում, Ծաղիկներ էր հավաքում։ Այո, Սամվել ասա։ Արան իր մայրիկի համար սալոր
Բայց իսկ ինչ բառ ասացի, որ նախադասություններ կազմեք, ծաղիկներ, այ դուք ուշադիր չեք։ Աննա ջան, դու ինչ ես սպասի, ապա դու եք մի գեղեցիկ նախադասություն ասա ծաղիկներ բառով։ Արան իր մրիկին ծաղկեփունջ նվիրեց։ Ծաղիկներ, ծաղկեփունջ, բայց ծաղիկներից ծաղկեփունջ են կազմում, լավ է, ճիշտ է։ Տեսնենք ձեր ընկերները ճիշտ են կազմում բառություն։ Ասացում եք նկարին եք։ Անահիտը հոտավե ծաղիկներից հոտ էր քաշում։ Ճիշտ է, շատ ճիշտ է, հոտավե ծաղիկներից հոտ էր քաշում։ Լավ, ով է պատրաստ տեսնենք։ Սամվել, այդ ինչ մեծ պատմություն գծեցի։ Երեխաներ ճիշտ է գծեցի։ Ինչու, ո՞րն է ճիշտ, Զոյա։ Նրա մեջ լիքը նախադասություն։ Բարձր խոսի, որ մեր հյուրերը լսեն։ Մենք պատմությունը գծում էինք լայն եւ մեծ, իսկ նախադասությունը փոքր։ Եվ ներ, ինչու, թող պատմություններ գծեին, ասացի Աննա։ Որովհետև պատմության մեջ լիքը նախադասություն։ Շատ նախադասություններ կան, Էդիկ, դու միշտ նստած տեղից ես պատասխանում, ուր եք որ ձեռքը տղես։ Սամվել, ո՞րն է քո պատմությունը, դու ո՞ր պատմությունն ես։ Բժիշկ Այբուլիտը եւ իր կենդանիները։ Տղես, դու շատ ես հավանել երևում է այդ պատմությունը։ Կարող ես ասել, ինչ կենդանիներ էին այնտեղ բժիշկ Այբոլիտի մոտ սպասում, ապա հիշիր։ Տեսնում եք երեխաներ, մենք առանց Այբենարանի։ Արյուծը սպասում էր իր հերթին։ Ահա, Արյուծը սպասում էր իր հերթին, բայց չէ որ արքա Արյուծը թագավորն էր, իսկ ինչպես է որ նա նստել էր եւ իր հերթին էր սպասում։ Որովհետև նա բարի էր։ Նա բարի էր, ինչու՞։ Քո կարծիքով բոլոր թագավորները բարի են։ Ինչու էր նա իր հերթին սպասում, Դիանա։ Որովհետև նրա ոտքը ցավում էր։ Դե ոտքը ցավում էր, թող շուտ մտներ ներս։ Թագավոր էր, չէ՞ նա։ Ասել գիտեք ինչ, բոլորը նստած մնացեք, ես եմ առաջին մտնում։ Մարիա, դու ինչ կարծիք ես։ Որովհետև Ասա Սամվել։ Որովհետև նրա ընկերները իրեն փրկել են։ Ինչից են փրկել։ Արքա Արյուծը հենց բոլորին է փրկում, եթե արքայի ամենաուժեղն է, ինչից են փրկում։ Կարող ես դու Գայանը ասել։ Ինչու։ Արյուծը խելաց էր, նա բարի էր, ուզում էր մյուսներին է բարիացնել։ Բարիացնել եւ ասել, որ կապ չունի, որ ես արքա եմ եւ առաջինն եմ։ Եթե հերթ է, եթե պետք է կանոններ պաշտպանել, ուրեմն դա բոլորին է վերաբերվում։ Դա արքա լինի, ավագ լինի, թե սովորական մեկ։ Չէ՞ երեխաներ։ Շատ լավ։ Իսկ Գայանն ինչ է գծել։ Նախադասությունը սալոր է հավաքում։ Երեխաներ, Գայանն ճիշտ է գծել այս նախադասությունը։ Ապա անի, փորձիր ուղղել նրան։ Ինչն է սխալ։ Այո, Գայանը, մեծատարով են գրում, չէ՞ նախադասությունները, իսկ վերջում դնում ենք վերջակետ։ Շատ լավ, նստեք, ուշադիր պետք է լինեք, Գայանը։ Ուրեմն պատմությունը ինչերից էր կազմված մաներ։ Պատմությունը կազմված է Նախադասությունը ինչերից էր կազմված Սամվել։ Սամվել։ Ապրին կրան, բարերից, բարերը Սուսաննա ինչերից էին կազմված։ Ապրին աղջիկը, եկեք բարեր, ասենք և բաժանենք վանկերի։ Լավ, իսկ վանկերը երեխաներ քանի տեսակ էին։ Ասա էդի, քանի տեսակ էին։ Ապա միավան բարեր եք ասում։ Միավան բարեր եք թվում։ Տուն։ Ճիշտ է։ Ասա։ 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 Շուն։ Ախր ինչ ասել ենք մի կրկնեք, ասա Գրիգոր ջան։ Տուն, լավ։ Ասա։ Եվ, ես ինչ ես շշմել նստել։ Միավան բար չգիտես, ասա։ Բու, ճիշտ է, շատ ապրեք։ Երեխաներ, եթե միավան բառ է, քանի ձայնավոր կունենա, օգնավոր բառ է։ Մեկ ձայնավոր, ճիշտ է։ Իսկ եթե երկու վարկ է բառին է, երկու ձայնավոր, ճիշտ է, ապա երկվան բառեր եք ասում։ Երկվան բառեր, ապա։ Ճիշտ է, ասա ենցի։ Տեսնեմ ով չի մասնակցում, որ իրանաշարը չգնեմ հրթիրը։ Ես ձեզ խոստացել եմ, չէ՞։ Ահա, ձերքերը շախացան։ Ասա։ Աթոր։ Ճիշտ է, ասա։ Սեղմա։ Ապա։
Ապրես, ասա։ Սալոր։ Շատ ճիշտ է, ասա։ Երթին։ Հիմա մի քիչ գույցը դժվար է ցավ։ Ասում ենք երավանք բառը։ Երավանք։ Երավանք, Կարին է։ Փուչիկը երկու վանք է, Սամվել։ Երավանք, որում է 3 վանք։ Հիշում ես, Աննա։ Նապաստակ։ Ճիշտ է, ասա ինձի։ Գարյա։ Երավանք է դա, ասա։ Գչատու։ Ճիշտ է, ասա։ Արագի։ Ապրես, ասա դագիկ։ Էտը դրոշա։ Ապրես, դրոշակ, իսկ ովտերից է խոսում, նա պայուսակ, ապրինակ չիկը։ Ես լավ հիշում եմ, ով չի մասնամցում, ով է քիզ ձեր բարձրացնում։ Լավ երեխան է, ես ուզում եմ, որ Մարիան մի հատ երկվանք բար գծի և առանձնացնի վանկերը։ Ես ուզում եմ, Էմին, երավանք բար է գծում։ Երեխաներ տեսնենք նրանք ճիշտ են գծելու այդ բարերը, տեսնենք։ Դու գիտեք, որ վանկերը պետք է անպայման ինչ անեք։ Կորբելով ցույց տալ, այո, դա վանկի նշանն է։ Ճիշտ է։ Նախ բաժանի, հետո գորգիսն արա, որ սիրուն ստացվի։ Երկվանկեր չէ, թե բաժանիր, հետո նոր կորգծերն արա։ Ահա, երկու վանք, ահա, իսկ որ բառը գծեց, բա ուր է քո կորգիսը պետք է գնա հասնե այստեղ, չէ, երկու հատ կոր պիտի անես, Մարիա, դե արա, հետևից, կորգծով մինչև ծայրն ես տանում, հայում, ահա, որ բառը գծեցիր, Պայուսա։ քո մեջ տպավորվել էր երավանքը, դրա համար էլ ինքը անընդհատ մտածում է 3-ը, ես ասացի 2, հլը մի հատ ուրիշ բառ մտածի, տեսնեմ, երկվանք, ասա նոր նստի, Սալոր։ էլ ինչ, Փուչիկ, ճիշտ է, էլ ինչ, գնդակ, էլ ինչ, ծախիկ, էլ ինչ, մեխակ, էլ ինչ, լիքը բառեր, գնանցի, որ բառն ես գծել տվես։ Արև։ Շուն։ Շունն է գծել, շատ ճիշտ է գծել իմ տղան, միայն մի քիչ երկար անեիր, որ հետո ասեի հնչյունների բաժանիր կարողանայիր։ Հիմա կարող ես հնչյունների բաժանել, դե բաժանիր, տեսնեմ, որն ես գծել։ Նապաստակ։ Ապրիմ աղջիկը, նապաստակ, ճիշտ է գծել։ Ապրեք, շատ լավ երեխաներ, կարծում եմ մեր հյուրերը գոհ եղան ձեր պատասխաններից և հիմա բոլորս միասին երգում ենք մեր երգերից, որտեղ մենք նաև երգեր ենք, ճիշտ է սովորել։ Ապա Մեծանում ենք օրենցում դասարանից դասարան, մեծանում ենք օրենցում դասարանից դասարան, մեծանում ենք սանից դասան, ուսով հողանքի, որդրից ենք բնդուկյան, տալիս ենք մուսերյանքի, որդրից ենք բնդուկյան, տալիս ենք մուսերյանքի։ Գեցես, ապրեք նաշատները։ Իսկ հիմա մի հատ էլ թարմանանք, որտեղ շատ կարևոր գործ ունենք անելու։ Մատիկները, մատիկներն ենք շարժում, ծիրուն ձեռքերը պահած, միասին։ Ահա նայեք մեր մատներին, նրանք ունեն իրենց հատուկ անունները, կարճ ու կարճ է բթամատը, ցույց է տալիս ցուցանակը, միջնամատը շատ երկար է, մատն է մատը քիչ տկար է, իսկ ճկույտը մեր փոքրիկ, ահա դարձավ մի ծաղկիկ։ Կեցես, ապրեք նաշատները։ Իսկ հիմա երեխաներ ժամանակն է, որ մենք մեր սովորած պատմություններից մեկը բեմականացնենք, որ մեր հյուրերը իմանան, թե մենք ինչ լավ դերասաններ ենք և ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք մեր պատմությունները բեմականացնել։ Արտուտիկի մասին է պատմությունը։ Անցեք,
հերոսները։ Տուտիկ ապրում էր արտերում, ուտում էր չորեն ու գարի, վարձում էր թշկոտում, բայց նա ուզում էր գրել սովորել։ Մի գեղեցիկ աշնանային օր նա դպրոց գնաց։ Այգի նորոր, այգի շորոր, աշուն եկավ դեպի շորով, դպրոցական զանգ հնչեց, մանուկների բոլոր։ Արտուտիկն էլ դպրոց գնաց, ձեռքին գցած պայուսակը, հենց որ մտավ նա դասարան, եկավ օրիորդ Արուսյակը, ասաց բարև Արտուտիկին մեր առաջին դասարանցում, բարև Արտուտիկ, հետո այսպես ամեն մեկին բարևում էր առաջ անցնում։ Կավիշն առավ գծեր, քաշեց ամենգից ամենգին նման, սեր տախտակը գզով նախշեց, գծագրական տետերի նման։ Արտուտիկը էլ սպասեց կավիշն առավ ու սկսեց, մի գիծ, էլի մի գիծ, իրար կողքի պոչել ցից։ Մեկ էլահավ կավճի տակից, մի լավ տար է ժպտում ահա, ինքը սիրուն, անունը Արտուտիկը շատ զարմացավ և զարմանքի մասին այդպես, դասից հետո և տուն եկավ, ում որ տեսավ նրան պատմեց, պապին պատմեց, տատին պատմեց, Արուստատին պապին պատմեց, երբ սովորած տարը գովեց, հետո դարձավ ու դժգոհեց։ Միջև հիմա այս դպրոցի տեղը չէինք իմանում, որից իզուր այսքան տարի մանկապարտեզ էինք բերում։ Գնա, մի հատ էլ ապացուցի, որ դու արժանի էի։ Ահա, իսկ դուք նայում եք ուշադիր, տեսնենք ինչ է անում Արտուտիկը։ Ահա։ Մի հատ էլ։ Ահա։ Դե կարդա տեսնենք ինչ գրեցիր։ Արտուտիկ։ Իսկ մենք ինչ ենք անում։ Ինչ, որ նա այդքան մեր պայուսակը դիպ նստեք, ապրեք երեխաներ, շատ ապրեք, երեխաներ տեսնում եք նույնիսկ ապրեց, տեսակ որ նա կարողացավ գրել ատարը, ուրեմն չի կարծում ձեր մոտ չի ստացվելու։ Կստացվի։ Անպայման կստացվի, ես համոզված եմ։ Ապրի Արտուտիկը նա ապացուցեց, որ եթե թռչունը կարողանում է գրել, ուրեմն աշակերտները անպայման շատ մեծ սիրով կգրեն և կսովորեն։ Եվ քանի որ այսօր ատաղի ծննդյան օրն է երեխաներ, մենք նաև պետք է մեր հյուրերին ասենք, թե այդ ինչպես է առաջացել ատարը, այդ ինչպես է եղել, որ Այբուբենի առաջի տարն է դարձել, չէ՞ որ այնտեղ լիքը տարեր կային, ապա ներկայացնենք ատարը։ Ով էր թն։ Անուշ։ Եվ Մենակ չասես կանգնեք, Անուշի կանգնեք, դե վերջ, կանգնեք տեսնենք։ Հիմա մյուսները գեղեցիկ նստում են մյուս հերոսները, դուք արդեն Արտուտիկի պատմությունը պատմել եք, հիմա լսեք ատաղի պատմությունը, սկսեցինք։ Մի անգամ Այբուբենը տեսավ, որ իր տարերը վիճում են, առաջին տեղում կանգնելու համար Այբուբենը որոշեց, որ ժողով հրավիրի, որպեսզի միասին լուծեն այդ հարցը։ Եկավ ժողովի օրը և այնպես թե ինչ պատահեց։ Չաչանակեց ու չեկավ, քնքնքոտ էր, քնած, մնաց ու շացավ։ Ման մոռացավ, նախաճաշ ուզեց, դեն գանձաղեց, դեն գանգացվեց, թեր թապարեց, վնասած վաղը գգամ, ձեն ծուլացավ, չեն ֆուտբոլ գնաց, թեր չևելով միջև եկավ, ժողովը վերջացավ։ Հետո։ Պայսարն է մոռացել։ Բոլորն այդ օրը շատ ուշացան, երբ լույսը վառվեց աթաղաղը զիտ կանչեց։
ես ատառն եմ, այգուբենի առաջատարն եմ, ես ինձ հետ բերել եմ ոսկե բալանի, ատառը և նվիրում եմ այն ձեզ, որպեսզի դուք լավ ճանաչեք հայոց գիրը, դառնաք խելացի ու գիտուն աշակերտներ, լավ ճանաչեք դուք ատառը, նրա մեջ է ձեր աշխարհը։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, ես Այբեն Արամնի հերոս Արամն եմ, ձեր ընկերը։ Ես շատ ուրախ եմ, որ մասի շատ պատմություններ եք պատմում։ Ես խոստանում եմ ձեր կողքին լինել և հետևել, թե ինչպես եք դրաճանաչ դառնալու։ Երեխաներ, դուք նստեք, իսկ ատառը և Արամ մնան իրենց տեղերում։ Դուք ձեր տարերը դրեք սեղանի վրա նստեք։ Վեց ատառը մենք պետք է երգենք մեր սիրելի երգերից մեկը։ Դե գեղեցիկ նստած երգում եք ատառի համար։ Բայց երեխաներ, մեր դասը, մեր այս տոնական օրը այնքան էլ հետաքրքիր չէր լինի, առանց մեր այն հերոսների, որ մենք 6-7 շաբաթ է անընդհատ նրանց մասին ենք խոսում, անընդհատ նրանց մասին ենք պատմում և անհամբեր կարծում եմ իրենք ձեզ են սպասում, իսկ դուք նրանց եք սպասում, իրենց եք սպասում։ Երեխաներ, գիտեք, նրանք շատ գոհ են ձեզանից և որոշել են անտառից փախչել գալ, այսօր ձեզ շնորհավորել և ուրախ տրամադրություն ասել, չէ՞ որ այսօր ձեր այսքան գեղեցիկ օրն է, այսքան տոնական ատառի ծննդյան օրը։ Փորձեք կանչել կենդանիներ և թռչուններ, մեր սիրելի կենդանիներ։ Խնդրում եմ համեցեք։ Սիրելի անտառի կենդանիներն են և թռչունները։ Տեսեք նրանք ինչքան լավ նվերներ են, գիտեք ձեզ բերել։ Ապա ուր է Արաքինը, այ առաջ։ Այս ինչ դասարան է, բարև ձեզ սիրելի փոքրիկներ, այս ինչքան գեղեցիկ եք դուք, ինչքան տոնական։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, մենք եկել ենք որպեսզի ձեզ ուրախացնենք և այդպես ոսկե բանալին նվիրենք, չէ՞ որ այսօրվանից դուք կարդալ ու գրել եք սովորելու։ Բարև ձեզ, սիրելի երեխաներ, մենք գիտենք, որ դուք շատ սիրով սովորեցիք պատմությունները կետնաշխարհի և թռչնաշխարհի մասին։ Մենք եկել ենք, որ ձեր այս տոնական օրը ավելի ուրախ դարձնենք։ Հա, հա, հա։ Երեխաներ, դուք շատ երջանիկ եք, գիտեք ինչու, որովհետև դուք այսօրվանից Այբեն Արամի առաջին տարն եք բացում, այսօրվանից և հավեց ձերն է լինելու այս տարերս։ Այ առաջ բողոքնես, ասակով, ասա է։ Ահա մենք ձեզ նվեր ենք բերել այս գեղեցիկ տառատարանը, որը ձեզ կօգնի էլ ավելի հեշտ
տարել։ Այնտեղ ամրացրեք։ Այստեղ նեղել, հա? Եկեք այստեղ։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք շուտով սովորեք գրաչանությունը և տարաճանաչություն։ Կգրեք և կկարդաք մեր ոսկեխանիկ տարելով։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, հիշում եք ինձ, ես բնության գրքում պատմության Սկյուռիկն եմ, փոշի վրա նստած նուշ էի հաշվում, ես ձեզ բերել եմ իմ հավաքած նուշը, նվեր, որպեսզի ես բաժանեմ դասերից վերջում։ Դասերի վերջում, որ անպայման կբաժանի, հիմա տեսակ ձեր նվերները։ Ահա, շատ լավ։ Ապրեն մեր սիրելի կենդանիները, իսկ մեր կենդանիների համար երգում ենք մեր սիրելի երգը, տեսնենք դուր կգա նրանց, թե ոչ։ Դա երգեր եք սպասեք։ Սիրում ենք Քեզ հայոց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու, մայրիկիս պես անուշ ես դու, քեզնով եմ ես հպարտանում, կարդում գրում արտասանում, կարդում գրում արտասանում, ուր էլ գնամ, ուր էլ լինեմ, հայոց լեզու միշտ սիրեմ, հայոց լեզու միշտ սիրեմ։ Շատ ապետ։ Շատ գերեցիկ եկել։ Իսկ մենք ինչ ենք ասում մեր կենդանիներին։ Շնորհակալություն ենք, չէ՞ ասում։ Սա մենք ինչ-որ բան չես ուզում խոստանալ կենդանիներին։ Բանվիկ նոքրոս։ Խոստանում ենք, որ մենք ձեզ համար գրել կարդալ կսովորենք։ Ինչու իրենց համար։ Ձեզ համար, որ դուք լավ գրել կարդալ կսովորեք։ Ահա։ Եվ ձեզ համար միշտ լավ երգեր կնվիրենք ձեզ։ Լավ, ուրիշ ով է ուզում ինչ-որ բան խոստանալ կենդանիներին և թռչուններին։ Ոչ մեկը չի ուզում էլ ինչ-որ լավ բան ասել։ Ասա Գագիկ ջան։ Ես ցանկանում եմ, որ կենդանիները առողջ լինեն։ Ապրին տղան, առողջ եղեք, որ միշտ ամեն տարի ատառի ծննդյան օրը գաք և այսպիսի 6 տարեկան երեխաներին ուրախացնեք։ Ապրեք կենդանիներ և թռչուններ, շնորհակալություն, ձեզ տեսություն։ Հապա տեսություն եք, չէ՞։ Տեսություն։ Դու։ Ահա։ Արես։ Գնացեք, ապրեք, ատառը թող մնա, առարը թող գնա։ Դու կգացեք ու կբաժանես Սկյուռիկ, դու գնա։ Լավ, Սկյուռիկ, դու էլ մնա շատ ամենացնես։ Այ, Սկյուռիկը իր նվեր ուզում է անձամբ բաժանի, դրա համար լավ, գնա այդտեղի մարդորին նստի սպասի։ Եվ այն նվիրում եմ ձեզ, որ դուք այս բանալիով բացեք գիտության հրաշ դռները եւ ավելի խելացի լինեք, բարի ձեզ սիրելի աշակերտներ, գիտության հրաշք աշխարհում։ Ինչ եք ասում։ Շնորհակալություն։
միասին։ Շատ ուշ։ Երեխաներ, գիտեք, Էլիչ ծննդյան օր առանց տորթի։ Եվ ատարի տորթը ձեզ համար անակնկալ պատվիրել են ձեր ծնողները։ Իհարկե դասի վերջում նրանք անպայման բոլորը միասին գալու են, ձեզ շնորհավորելու են եւ դուք անպայման այդ անուշական տորթից ուտելու եք, որ ել ավելի լավ սովորեք եւ շատ սիրեք մեր այբուբենը եւ հրաշք ատար։ Մենք մեր մայրիկներին պիտի շնորհավորենք։ Ոնց կարելի է նվեր են բերում, իսկ մենք մեր վերաբերմունքը ցույց չտանք։ Դրա համար պատրաստել ենք բացիկներ։ Այդ բացիկները մայրիկների համար են։ Այստեղ երեխաներ գրված է ամեծատար, ափոքրատար։ Այսօր մենք գրելու ենք այս տառը եւ նվիրելու ենք մայրիկին։ Բայց ես մի փոքր բաներ եմ մտածել, որտեղ դուք տարերը չգիտեիք, ես ինքս եմ գրել, դա երեխաներ։ Սիրելի մայրիկ, այսօր իմ կյանքում տոն է, մեծ իրադարձություն։ Գրելու եմ իմ մայր լեզվի առաջին տառը։ Ահա այն արևից էլ վար է ժպտում քեզ։ Ես երջանիկ եմ։ Հիմա պետք է սա գրենք ատարը։ Մեկ տող մեծատար, մեկ տող փոքրատար, որ հենց մայրիկները գան, ձեզ համբուրեն շնորհավորեն, դուք անպայման այս իրենք մայրիկները չեն, որ մենք այսպիսի լավ բան ենք մտածել, նվեր ենք մտածել իրենց։ Չեք ասել, չէ՞։ Դե բացեք բացիկները, տեսրեք ձեր գրիչները։ Իհարկե կապույտ գրիչները ձեր։ Եվ շատ գեղեցիկ, ինչքան ուժ ունեք գեղեցիկ գրելու, ինչքան շնորհ ունեք գեղեցիկ գրելու, գրում եք մեկ տող մեծատար եւ մեկ տող փոքրատար ա։ Գրեցինք։ Դե գրեք, վերջացրեք։ Oh, Dima.
Երեխեքը դրանց է սպասում։ Չեք։ Մայրիկները թող մոտենան, իրենց երեխաների շնորհավորեն, տեսնեն իրենց գրած առաջի տարը, ատարը, վերցնեն իրենց անակնկալ նվերը և շնորհավորեն իրենց։ Լավ, Հարությունյան, մինչև որ իրանք մոտենան մեր ծնողները, ես շնորհավոր եմ, որոնք սիրելի երեխաներ, շնորհավորում եմ, դուք այսօր գտաք ամենաառաջին բանալին մի մեկ սնդուկի կախարդական, որը կոչվում է Այբենարյան։ Շնորհավորում եմ ձեզ բոլորին, ցանկանում եմ լինեք առողջ և ինչպես արևածաղիկներ ձգտում դեպի արևը, այնպես ձգտեք դեպի ուսումը, գիտելիքները։ Շնորհավորում եմ բոլորին։ Մենք էլ ունենք ձեզ եկել ենք Հասրավենիքով, շնորհալ, նայեք, տորտիկ ենք բերել, որ ատավի ծնունդն է այսօր, որ շնորհավոր ենք, այսպես, և ունենք փոքրիկ անակնկալ դասարանի համար, որ շպտացով արել, ջեյն, Լիլի ջան, մի րոպե, թողնք է Հովհաննիսյան։ Մենք էլի ունենք ատարի շնորհանդես։ Երեխաները կեր Հովհաննիսյանին են լսում։ Սիրելի աշակերտներ։ Իրոք այսօրը ձեր համար այն օրն է, որի համար ձեզ պետք է շնորհավորենք։ Ման է։ Դուք սովորեցիք հայոց այբուբենի առաջի տառը, Ա տառը։ Այն տառը, որը ձեր համար ճանապարհ է բացելու ոչ միայն գիտելիքի աշխարհ, այլ կյանք է մտցնելու։ Լավ սովորեք, ոչ միայն ատառը, այլ բոլոր տառերը։ Առանց այդ տառի դուք լավ հայրենասեր երեխաներ չեք կարող լինել։ Եվ ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում դուք ձեր ուսուցչուհու յուրաքանչյուր ասած բառը ձեր համար դարձրել եք արդեն սեփականություն։ Շատ ուրախ եմ ձեր համար, ընկեր Հարությունյան, ընկեր Սարգսյան։ Ուրախ եմ, որ իհարկե մեր համար անակնկալ չէր, բայց անակնկալ է յուրաքանչյուր տարի այս երեխաների համար և կարծում եմ դեռ մենք շատ կվայելենք այսպիսի սերունդ ձեր կողմից ճանապարհելը։ Շնորհավորում եմ կրկին, առողջ լինեք, այստեղ ձեր ծնողների կողքին, միշտ զգաք նրանց ներկայությունը ձեր թիկունքին և միշտ հիշեք ընկեր Հարությունյանի ասած խոսքերը և միշտ հիշեք, որ առաջի տառից է սկսվում ամեն ինչ։ Կրկին շնորհավորում եմ և վայելեք այս պահը ձեր ծնողների Բոլորը ոտքի ենք Հա, պիտի իրանք նորից մնան։ Հա, դուք ըտեցիք ձեր դասը։ Սիմանուշ Հայաստանի արևահան բարն եմ սիրում։ Մեր հին սազի ող պանվան լացակումած լավ